Գյումրիում զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածով, հա, քննչական կոմիտեն Չեմ ընդունել մեղադրանքը, չեմ ընդունել, այո, կիրառել են ձեր նկատմամբ, մտավախություն չունեք, որ այդուհանդերձ ձեզ կտանեն կալանքի այս հոկտեմբերի 20-ից հետո անդադար երբ լրատվությունը ինձանից վերցնում է նյութեր, նույն հարցը հղում է, ես նույն պատասխանը նորից կտամ։ Ամեն ինչ կարող է լինել, մենք ոչ մի բան չենք բացառում, բայց դրան էլ հագազդում ենք եւ պայքարում ենք։ Մենք հետ չենք կայնի մեր պայքարից։ Այդ ես նաեւ կարող եմ ավելացնել, որ դա հիմա կառավարման ճգնաժամ չկա, բայց դա ուղիղ կառավարման ճգնաժամի է տալ։ Եթե այդպիսի քայլի գնա իշխանությունը, ապա դա ուղիղ կառավարման ճգնաժամի կտանի Գյումրին եւ կոլապսի կենթարկվի։ Արաքելյան Վարդան Ղուկասյանը դատարանում ասում էր 2007 թվականից ինչ մահապարտից հետո իմ եւ իմ ընտանիքի նկատմամբ բռնություններ են եղել այս պահին Տիկին Փոստանջյանն էլ բարձրաձայնեց ընտանիքին այդ տարածքում որտեղ բնակվում են ներքին եւ արտաքին դիտում անելու հետ ասեմ ճիշտ ասած երևի Տիկին Փոստանջյանի նկատի ուներ խուզարկությունը այդ օրը խուզարկությունը միաժամանակ է տեղի ունեցել ես չեմ կարողացել մեր տանը եւ պարոն Ղուկասյանի տանը խուզարկությունը միաժամանակ է տեղի ունեցել չեմ կարողացել ներկա գտնվել կամ տեղյակ լինել դրա համար այդ հարցին չեմ կարող տանից տարել ինչ որ բան չէ իմ հեռախոսն էին արգրավել եւ պարոն Արաքելյան նախորդող Կիրակին կամ դրա մեկ այլ նախորդող Կիրակին այո իշխանությունը 7 վերք եկեղեցում էր, որտեղ տեսանք ինչտեղ ունեցավ հսկայական ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել, այսպես կաթողիկոսին հավատարիմ հավատացյալ մարդիկ իրանում էին եկեղեցում վանկարկում, երբ քահանան զեղչում էր կաթողիկոսյանը, Գյումրիում տեղի ունեցած պատկերը, ինչպես կբնորոշեք, ինչ էր ձեզ համար այդ ամենը։ Ես ասեմ, դա մեկնաբանություն չունեմ այն բանով, որ հոգևորականները տվել են այդ մեկնաբանությունները, միանշանակ մեր Շիրակի թեմի հոգևորականները համակարծիք եմ իրանց հետ, այդ ամեն ինչի հետ եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ միշտ կաթողիկոսի, սրբազանի եւ այդ ամեն ինչի ծիսակատարություն կատարվել է, հնչեցվել է եւ ընդունել է եղել։ Ես կարծում եմ, որ մեր հայ առաքելական եկեղեցու հանդեպ այդ հետապնդումները պետք է դադարեցվի, դա լավ տեղ չի տալիս։ Իսկ դուք այդ օրը որտեղ էիք։ Ես ամենափրկիչ եկեղեցում էի, մասնակցում էի Սուրբ Պատարագին։ Շնորհին քննարկվում է նաև Գյումրու տոնածառի շուրջ չի դադարում, քննարկումները նաև ասում որ վթարային է, չգիտեմ։ Նիստի ժամանակ ասել եմ, սյուրպրիզ է լինելու։ Շատ գեղեցիկ տոնածառ է լինելու, այդ որ նշում էին քենախնդրություն չկա, այդպիսի բան, պարզապես այս տոնածառը ավելի բարձր է, ավելի գեղեցիկ է լինելու եւ ասում եմ ինքը բնական ճյուղերով է։ Այսինքն 22 միլիոն դրամ զարդարանքի համար։ Մի վարքան, այսինքն հավաքային նիստին ուրիշ բան եք ներկայացրել։ Պարոն Արաքելյան, շարժվում էր, որ 22 միլիոն հատկացվել է վերանորոգման համար։ Դուք այդքան հատկացրել եք վերանորոգման համար։ Վերանորոգման ծախսերը ինչքան են եղել եւ այդ 22 միլիոնից որից ինչքան այսինքն մոնտաժում, աբամոնտաժում առանձին գումար է, ըստ երևույթին այս քանի օրս բարերարին ինչ կողմից է տալու այդ գումարը 22 միլիոն դրամը հատկացվելու է նոր զարդարանքների, դեկորների, փողոցների, զարդարանքների համար։ Միայն դրա գումարն է։ Վերանորոգումն էլ կազմել է 671,000, որը փոխանցվել է արդեն։ Կասեմ, կգա օրը կասեմ։ Հիմա չեմ ասի, թող լինի դա սուրպրիզ։ Կարեն Սարոխանյանը հեգնում էր, ասում էր այդ տոնածառի չեմ ճանաչում, չգիտեմ ով է։ Չեմ ճանաչում։ Քաղաքացուն չեմ ճանաչում, ես չեմ ճանաչում, չէ, այդպիսի մարդկանց չեմ ճանաչում։ Պարոն Արաքելյան, դուք Դե մենք ճանաչված մարդիկ ենք, դրա համար ճանաչում են, իրանց չեմ ճանաչում։ Պարոն Արաքելյան, մտավախություն չունեք, որ մինչև 2026 թվականի ընտրությունները համապետական Գյումրու այս պահին ընդդիմադիր խմբակցությունը կփորձի այնպես անել, որ իրենց կողմից լինի քաղաքապետը, որպեսզի նաև իրենք կարողանան համապետական ընտրություններում ձայներ տանել։
Չեմ հասկանում։ Մենք հիմա անդիմությունն է կառավարում։ Նկատի ունեմ դուք հիմա քաղաքային իշխանություն եք, ընդդիմություն քաղաքացիական պայմանագիրն է, այսինքն հասնեն նրան, որ այո, համապետական ընտրությունները մինչև իրենց տեխնացուն կամ իրենց Այսպես ասեմ, կոնկրետ մեր քաղաքական ուժը, կոմունիստական կուսակցությունը միանշանակ ինչ սցենարներով որ նայեն, ընդդիմության դաշտում է գտնվում եւ գտնվելու է։ Հարցս լրիվ այլ է, պարոն Առաքելյան։ Այսինքն մենք ՀՊ-ին ձայն չենք տալու։ Դուք ՀՊ-ին ձայն չեք տալու, բայց կարող են կոլապսի առաջ կանգնեցնել կամ կարող են մարդ Եթե այդպիսի այդպիսի քայլերի կնան եւ ինձ կալանավորեն, կխորացնեն ճգնաժամ։ Հիմա կառավարման ճգնաժամ գոյություն չունի։ Եթե դրան այդ ժամանակ արդեն ինձ թվում է Գյումրեցին եւ ամբողջ Շիրակի մարզը իրեն բնորոշ վարկագծով 26 թվականի ընտրություններին պատասխանը կտա։ Խնդրեմ։